Մարդ մնալու գաղտնիքն ի սկզբաներ, քանզի սկզբաներ վերջը։ Ես քո այն մերձավորն եմ, որին դու չես սիրում։ Ես սպանում եմ, ես գողանում եմ, ես շնանում եմ։ Ես քո այն մերձավորն եմ, որին դու չես սիրում։ Ով է պտտումանի ու կյանքի ու այնպես սարակ, որ չես հասցնում դու էլ գլորվել նրան ներդաշնակ։ Մեկ առջևում ես, մեկ էլ վազում ես նրան հակառակ։ Տեսել եք արդյոք մարդու մի տեսակ, որ դրսից է մարդ, իսկ ներսից գազան։ Թերևս հիմա մարդ տեսակի մեջ այդ տեսակն է շատ։ Միթե վերացավ այն տեսակը քիչ, որ դրսից էր մարդ, ու մարդ էր ներսից։ Մեղավոր եմ Տեր, որ մարդու գազանի վիճակի չեմ ես զանազանել։ Գազանը մեր մեջ, իսկ մարդը հիմա որտեղ է ապրում։ Այն մեկի սուտը այս մեկի համար ինչու է այսքան ճշմարիտ դարձել, ու ճիշտն ամոթից անզոր աղոթքի թաքնվել, պահվել, ճգնավորվել է։ Մեղավոր եմ Տեր, որ տաճարներում աղոթքը միայն պահանջ է դարձել, ու չենք մեղանչում, այլ պահանջում ենք, էլի տուր մեզ Տեր, էլի տուր մեզ Տեր։ Մեղավոր եմ Տեր, որ այդ պահանջի անհամար ծալքում մի շատ կարևոր բան ենք կորցրել։ Մեղավոր եմ Տեր, անձն իմ ողորմա, աչքերս պատած մշուշը մաքրիր։ Հրաշագործ ձեռքով հոգուս վրայից եսապաշտության կոշտ աղակալած շերտը վերացրու։ Սրտիցս հանիր մարմնապաշտության գարշահոտ սերը։ Ողորմա իմ Տեր, մեղավոր եմ ես, որ քեզ մոռացած փառաբանել եմ քո իսկ ստեղծած նվաստի մանձը, ու կարծել եմ, թե ես եմ իմ մտքի ու հոգու Տերը։ Մեղավոր եմ Տեր, անձն իմ ողորմա նաև ազգս հնամյա։ Մեղավոր ենք Տեր, ընդունիր հիմա, մատաղ զոհի պես մատուցում են քեզ մեր խեղաթյուրված հոգիները պիղծ։ Մեղքով ենք լցրել քո իսկ արարած աշխարհը նորից, ողորմա մեզ Տեր, Տեր դարձիր նորից։ Մի տերև տվեք, թզեն ու տերև, որ իմ նախամայր Եվայի նման ամոթս ծածկեմ, ու այդ տերևով աչքերս գոցեմ, քանզի ամոթս աչքերիս մեջ է։ Այս աչքերով եմ աշխարհը տեսնում, միթե ամոթս աշխարհի մեջ է։ Այնքան ուշացար, որ էլ չենք կարող գլուխներս բարձր երկնքին նայել։ Ճարպոտ վզերը դժվար է թեքել։ Դժվար է նաև ձկան աչքի պես սառն ու անկենդան աչքը խոնարել։ Ու գիշերային ցոփ գինարբուքի կարմիրով լցված անամոթ խորքում արցունքներ փնտրել։ Երկնային իմ Տեր, այնքան ուշացար, որ էլ փրկելու բան չի մնացել, մարդ չի մնացել։ Դժվար է հիմա թևերը բացել գրկելու համար, անկեղծ փարվելու, սիրելու համար։ Այդ թևերը հիմա պիտանի են մեզ միայն հրելու, վանելու համար։ Ձեռքերը հիմա չեն խաչակնքում, այլ ապտակում են խոնար այտերին։ Աղոթքը անտեր մուրացկանի պես դռնե դուռ ընկած մեր դատարկ հոգու փակ դուռն է թակում։ Մարիամին ու քեզ Տեր իմ երկնային, նաև Հայր Աստծուն բոլոր սրբերին նայում ենք որպես գեղեցիկ պատկեր, որպես կատարյալ մարմնի օրինակ։ Ու եկեղեցում Սուրբ խաչի վրա Տեր իմ երկնային քեզ հազար մեղա, լուսեղեն տեսքով տղամարդ ենք տեսնում։ Ախ, գոնե թե մարդ, այլ ոչ տղամարդ։
Մեր Սուրբ Տիրամոր լուսակատ կուրծքը համեմատում են իրենց համտեսած մեղքի լեշերին։ Տեսուր են հասել ողորմած իմ Տեր, որ քո կիսամերկ տանջված մարմինը այս տձև ճարպոտ պարկերի կողքին դիտում են որպես ցանկալի մարմին։ Մարիամ են տեսնում պոռնիկ կնոջ մեջ։ Միթե իսկապես մեր մարմինը պիղծ, մեր հոգուց մտքից առաջ է անցել։ Ախ իմ երկնային, շատ ես ուշացել, այնքան ուշացար, որ էլ փրկելու բան չի մնացել, մարդ չի մնացել, այնքան ուշացար, որ կասկածեցին քո գալու համար, այնքան ուշացար, որ ոմանց թված, թե ոչ թե իրենք, այլ երևի թե ահեղ դատաստան դու ես տեսնելու, ես մեղա նրանց փոխարեն, թող գոնե մեկը հավատով մնա։ Հիմա տանջելու ուրիշ ձևեր կան, հիմա խաչելու ուրիշ խաչեր կան, հիմա մարդակերպ ուրիշ մարդիկ կան, ես վախենում եմ և քո փոխարեն, թող գոնե մեկը հավատով մնա։ Ախ իմ երկնային, քեզ հազար մեղա, ես վախենում եմ, որ քո իսկ ստեղծած մարդկանց աշխարհում էլ մարդ չի մնա։ Արարիչ երկրի ամենակարող բարեգութ Աստված, մարդկային գոյի Տեր ու տնօրեն, լույս մեր աչքերի ու հոգու կանթեղ, պիղծ մեր արարքի արդար դատավոր, հիվանդ մեր մտքի անխոնջ դարմանող, մեր խոտոր կյանքի փարոս երկնային, մեր շիտակ ճամփի լուսեղեն ուղի ու հույսի տապան մարդկային ցեղի, իմ Սուրբ Նարեկի լուսե ծնունդից 10 դար հետո, ես քո ստեղծած չքնաղ ամբողջի թշվառ մասնիկս, որ ոտքից գլուխ մեղքերի ծովում խարիսխը կորցրած անպետք նավի պես չեմ էլ խորտակվում, այլ չգիտակցված ապերախտ գոյիս ողջ գաղջությունը կանգառ եմ փնտրում, 10 դար հետո համարձակվում եմ իմ Սուրբ նախահոր հանճարով երկնած, քո աշխարհաստեղծ լույսերը օրհնած, Սուրբ Հոգու ճառակ հույսերից կախված, միածին որդուդ խաչով փրկված, մարդկային ցեղի տկար ախտերը իր լալահառաչ Նարեկ Մատյանի, Աստվածասարսուր թերթերին հանձնած, այդ դարմանագիրտ քերթվածքի կողքին մեղավոր հոգուս անավարտ գրքից մի թերթիկ դնել։ 10 դար հետո, Տեր իմ գաղտնատես, քո սուրբ զորության հաստատուն լույսով, որդուդ Գալստյան բաղձալի հույսով, ես որ իմ գոյության վարկյանը չարժեմ, ժամեր եմ խնդրում, որ քո բարեհաճ գութը աղերսեմ։ Թույլ տուր երկնային, բարեհաճ իմ Տեր, 10 դար հետո հայր Նարեկացու մեծ ողբերգության Մատյանի կողքին հոգուս մրոտած մի էջը դնել, գթա երկնային, արժանի արա, ես իմ տեսակի ողջ արատներով, ստով, կեղծիքով, այլասերությամբ, տկար ուղեղի մեկնաբանությամբ, մարմնի եղկելի ցանկասիրությամբ, հոգու մեծամիտ եսասիրությամբ, սրտի կարծրացած բարեհոգությամբ, հավատքից շեղված բարեպաշտությամբ 10 դար հետո ուզում եմ նվաստ կտորն իմ հոգու արժանի լինի գեթ մի մասնիկին քո հզոր լույսի, այդ կտորի մեջ անցած դարերի կոչեր կան արված, տխեղծ հոգիներ մեղքի մեջ կորած բնության զայրույթ արհավիրքներից, երկրներ սարեր լեռներ ավերված, մարդկային ցեղի ագահությունից փուչ պատերազմներ արյունով ծածկված ու անդարձ անհույս տարիներ կորցրած։ Տեր իմ ողորմած, ներող գթա սիրտ, 10 դար հետո իմ գալարազուրկ ու հարթ ուղեղով ես դեռ չեմ կարող Մատյանն հասկանալ, արժանի արա, աչքերիս լույսից պարգևիր մտքիս, որ իմ նախահոր սուրբ գաղտնախորուրդ աղերսն ըմբռնեմ, որ իմ մեղավոր մտքի ատյանում խորանիս լույսը չազատազրկեմ,
չդատապարտեմ աղոթքով ծնկած մտքիս թռիչքը ու չխլացնեմ դատարկ հոգուս մեջ հույսի շառաչը։ Արժանի արա, հավատքով երկնած հոգուս արգանդից հրեշ չծնվի, մարդկային ցեղի մեղքի բաժակից թույնը չթափվի հրեշտականման անմեղ աղավն ու ջերմակ թևերին։ Արժանի արա, արքա երկնավոր, Աստված անսահման, որ ձեռքս հասնի երկիր ու երկինք սահմանին խաչված ու քո օրհնանքի հանճարով վրձնած ողբերով լեցուն դարով քեզ ծանոթ, աղոթքով թրծված, աղերսով էփված, չարուժը մերժած, մեղքն ապաշխարած, քո հավիտենական փառքերն ընդունած, Նարեկ Մատյանին քո փեշից կախված։ Ու թե որ հասնի ձեռքս մեղավոր, հրաշագոց գրքի լուսե թերթերին, 10 դար հետո, 10,000 անգամ, թող որ անիծվի Մատյանի ողբին, թերթն իմ կարկատած, քանզի գրել եմ 10 դար հետո, ոչինչ չի փոխված։